Երբևէ տեսել եք միջատի, որը սահում է լճակի հայելու վրայով ու մտածել՝ մի րոպե, իսկ սա ինչպես է հնարավոր։ Չէ՞ որ դա կարծես թե հակասում է բնության բոլոր օրենքներին։ Բայց գիտեք, դա իրականում ոչ թե կախարդանք է, այլ մաքուր ֆիզիկա, իր ամենագեղեցիկ ու զարմանալի դրսևորմամբ։ Ահա սա էլ մեր այսօրվա հիմնական հարցը, մեր առջև դրված հանելուկը։ Ինչպես է ստացվում, որ մի փոքրիկ արարած կարող է անել մի բան, որը մենք օրինակ չենք կարող։ Պարզվում է, պատասխանը թաքնված է հենց ջրի մեջ։ Մի ուժ, որը մենք չենք տեսնում, բայց որը անընդհատ գործում է մեր շուրջը։ Դե ինչ, այս կախարդանքը հասկանալու համար պետք է սուզվենք հենց ջրի գաղտնիքների մեջ։ Պարզվում է, ջուրն ունի մի տեսակ գերհզորություն իր մակերեսին ստեղծել մի անտեսանելի առաձղակական շերտ։ Այդ գերհզորությունը կոչվում է մակերևույթային լարվածություն։ Դե սա պատկերացնելու ամենալավ ձևը հետևյալն է. մտածեք, որ ջրի մակերեսը ծածկված է մի անտեսանելի, բարակ, ձգվող թաղանթով, գրեթե տրամպոլինի նման։ Իդեպ, սա ուղղակի գեղեցիկ համեմատություն չէ, այլ շատ մոտ է նրան, թե իրականում ինչպես է ամեն ինչ տեղի ունենում մոլեկուլային մակարդակում։ Լավ, իսկ ինչպես է ստեղծվում այդ թաղանթը։ Ամեն ինչ կախված է թիմային աշխատանքից կամ դրա բացակայությունից։ Պատկերացրեք ջրի խորքում յուրաքանչյուր մոլեկուլ շրջապատված է հարևաններով, որոնք նրան ձգում են բոլոր կողմերից։ Ամեն ինչ կատարյալ հավասարակշռության մեջ է, բայց մակերեսի վրա այստեղ իրավիճակը լրիվ այլ է։ Այստեղի մոլեկուլները վերևից հարևաններ չունեն, նրանց ձգում են միայն ներքևի ու կողքի մոլեկուլները։ Այս անհավասարակշիռ ձգողականությունը ստիպում է նրանց ավելի ամուր կապվել իրար հետ, ստեղծելով այդ լարված ամուր պատնեշը։ Ահա եւ մեր առաձգական թաղանթը։ Այսպիսով մենք ունենք տեսությունը ջրի վրայի այդ անտեսանելի մաշկը։ Հիմա եկեք վերադառնանք մեր լճակ եւ տեսնենք, թե ինչպես է ջրաչափ միջատը այս ֆիզիկական երևույթն օգտագործում ի օգուտ իրեն։ Այս փոքրիկ միջատը ֆիզիկայի իսկական վարպետ է։ Նախ նրա ոտքերը պատված են մանրագույն մոմանման մազիկներով, որոնք բառացիորեն վանում են ջուրը։ Սա առաջին գաղտնիքն է, շատ կարևոր։ Հետո նրա քաշը, այն աներևակայելի թեթև է եւ իր այդ փոքր քաշը հավասարաչափ բաշխում է իր բոլոր 6 ոտքերի վրա։ Իսկ արդյունքը նա չի պատռում ջրի մակերեսի թաղանթը, այլ պարզապես նրբորեն սեղմում է այն, ստեղծելով փոքրիկ փոսիկներ։ Փաստորեն նա քայլում է հենց այդ լարվածության վրայով, օգտագործելով ֆիզիկան որպես իր անձնական կամուրջ։ Բայց, սպասեք, այս ամենը միայն շարժվող միջատների համար չէ։ Այս նույն ուժը բույսերին էլ է տալիս մի զարմանալի ունակություն։ Եկեք մի պահ տեղափոխվենք բուսական աշխարհ։ Այս հաջորդ հնարքը դուք հաստատ տեսել եք, հատկապես անձրևից հետո։ Նկատել եք, թե ինչպես են ջրի կաթիլները որոշ տերևների վրա ոչ թե տարածվում, այլ հենց այսպես գնդիկների նման հավաքվում։ Այս երևույթն այնքան տպավորիչ է, որ ունի իր սեփական անունը՝ լոտոսի էֆեկտ։ Գիտեք, սա պարզապես գեղեցիկ տեսարան չէ։ Սա գոյատևման մի ամբողջ ռազմավարություն է։ Քանի որ լոտոսի տերևի մակերեսը գերջրավան է, ջրի կաթիլները չեն կարողանում կպչել դրան։ Մակերևութային լարվածության շնորհիվ նրանք նախընտրում են կպչել իրար, ձևավորելով կատարյալ գնդիկներ։ Եվ երբ այդ գնդիկները գլորվում են, նրանք աշխատում են որպես փոքրիկ փոշեկուլներ, իրենց հետ տանելով փոշին, կեղտը եւ նույնիսկ վնասակար սպորները։ Սա բնության ինքնամաքրման կատարյալ համակարգ է, որը պաշտպանում է բույսին եւ թույլ տալիս առավելագույնս կլանել արևի լույսը։ Զարմանալի է, չէ՞։ Այսպիսով, ինչ տեսանք մենք, միջատից, որը սահում է լճակի վրայով, մինչև տերև, որն ինքն իրեն մաքրում է անձրևի միջոցով։ Երկու թվում է, թե իրար հետ կապ չունեցող երևույթներ, որոնց հիմքում, սակայն, գործում է նույն հիմնարար ուժը։ Դե ինչ, եկեք ամփոփենք։ Այն կախարդանքը, որից սկսեցինք, իրականում մակերևույթային լարվածության գեղեցիկ գիտությունն է։ Այս անտեսանելի ուժն է, որ ստեղծում է ջրի մաշկը եւ հնարավորություն տալիս կյանքին հարմարվելու եւ բարգավաճելու ամենազարմանալի ձևերով։ Ու գլխավոր եզրակացությունն այն է, որ ֆիզիկան ձանձրալի դասագիրք չէ, այլ ակտիվ, հզոր ճարտարապետ, որը կերտում է մեր շուրջը գտնվող անհավանական աշխարհը։ Այնպես որ հաջորդ անգամ, երբ տեսնեք միջատի լճի վրա կամ ջրի կաթիլ տերևի վրա, դուք արդեն կիմանաք գաղտնիքը, կտեսնեք այդ անտեսանելի ուժը գործողության մեջ։ Եվ սա ստիպում է մտածել, այնպես չէ։ Առօրյա կյանքում էլ ինչ այլ հրաշքներ կան, որոնք պարզապես սպասում են, որ մենք դրանք բացահայտենք ֆիզիկայի գեղեցիկ օրենքների միջոցով։